Ասում են, որ տղամարդիկ ուղղագիծ են տեսնում եւ հենց այդ ամեն ինչը երևի վերանում է նկարիչի մոտ միայն կտուրում, երբ որ դու մի անգամից ամբողջ տարածքն ես նայում։ Ես Պետրո Պողոսյանն եմ, նկարիչ, ակվարելիստ։ Արմատներով գյումրեցի եմ, կարսեցի, էրզրումցի, ծնվել եմ երաժիշտների եւ ֆիզիկոսների ընտանիքում։ Նկարել սկսել եմ տարերայինորեն հանկարծակի ձյուդոյի պարապմունքներից հետո ինձ պատահաբար տարա նկարչական դպրոց։ Բոլորովին պատահաբար երեկոյան մոմի լույսի տակ նկարել էի տատիկի դիմանկարը ու ինքը փաստորեն ստացվել էր։ Ու հենց այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ, ամբողջ օրը նկարել, ամեն ինչ մոռանալ, միայն նկարել ու նկարել դրսում, նկարել տանը։ Նկարչական դպրոցում ինձ պատահաբար նկատում է իմ նկարչական դպրոցի դասատուի Վերտիկյանի ամուսինը, որը բավական հայտնի քանդակագործ էր Գյումրիում, եւ նա առաջարկում է ինձ հենց դպրոցական տարիքից հաճախել Գյումրու ակադեմիա իր մոտ, եւ ես նստեցի երկրորդ, ապա երրորդ կուրսերի հետ դեռ դպրոցական տարիքում ու սկսեցի ջրաներկի հետ նաեւ ակտիվորեն հարթաքանդակով զբաղվել, կլոր քանդակով ու Գյումրիի ակադեմիայի համար այդ տարի տեղ չիջեցվեց եւ ես կտրուկ որոշումով ընդունվեցի Երևանի պետական համալսարան, բայց երբեք չեմ ընդհատել նկարելը։ Դիրքերս այն անկյուններն են, որտեղ կարծում եմ լիցք կա, առնվազն իմ համար։ Սկզբունքը երևի վերապրած լինել է նաև այդ անկյան, որովհետև եւ Գյումրիում եմ ապրել մանկության տարիներին եւ Երևանում այդպես կյանքը դասավորվեց։ Ջրաներկը կարծում եմ իմ բնավորությանը շատ նման է, երևի դրա համար իրեն սիրեցի, ինքը տարերային է, բայց կառավարելի, պետք է իրեն վարժված լինել, բայց միաժամանակ պետք չի մոռանալ, որ միշտ այնտեղ պատահական ինչ-որ մի դեպքի համար տեղ ունենք եւ հենց այդ պահը շատ հետաքրքիր է դարձլուց, այսպես առօրյա, առավոտյան հանկարծ տեսնում ես, որ Ջրաներկի Շանհայի միջազգային բիենալեից նամակ ունես, վարել ձեր գործը ընտրվել է 100 գործերի մեջ, իսկ այդ միջազգային միջոցառումը 4 տարին մեկ է լինում եւ 3-4 հազար գործերի նկարիչներից հարյուրավոր երկրներից ընտրվում են ընդամենը 100 գործ, որոնց մի մասն էլ հենց Չինաստանից իմիջայլոց, որոնք շատ ուժեղ են այս գործում։ Առաջ անգամ այդ տարածաշրջանից եւ Ռուսաստանն Անդրկովկասը ներառյալ մեկ գործ այդ ես էի մասնակցում Գյումրիի հրապարակի գործով։ Հետո մեկը մյուսի հետևից շարունակվեց 13-14 Շենժենի միջազգային բիենալե, Նարբոնում, Ֆրանսիա, Կորեայի տրիենալե։ Ասում էին այնտեղ, որ ժամանակակից քաղաքի բավական ռիթմիկ վերլուծություն է ու տեխնիկապես նաև ճանաչելի ոճ է այն առումով, որ հստակ չոր մոտեցումը համադրվում է բավական փափուկ անցումների հետ եւ այդ ոճը պետո ասված ձևով, որ չստորագրեմ էլ կարելի է ճանաչել այդ գործը։ Այն ինչ-որ ինձ անհանգստացում է քաղաքի ինչ-որ անկյունում կամ ինչ-որ մի դեպք, ինձ անպայման հարկավոր է այդ ամեն ինչը ուսումնասիրել, վերլուծել, հասկանալ, ստեղծագործելու համար անհրաժեշտ է համբերություն ու անընդմեջ հասկանալով աշխատել։ Դա շատ բարդ գործ է։ Ուզում եմ Երևանը ունենա իր հոտը, այն հոտը, որով մենք շնչում ենք շատ տեղերում։ Լինի դա կենտրոնում, լինի դա երրորդ մասում, լինի դա հարավարևմտյան թաղամասում, այն հարազատ հոտը մնա, որը որ մենք ունենք։ Ես կտուրում մենակ եմ, բայց այդ դիստանցիայի հեռավորության վրա մենակությունը շատ համով ու հետաքրքիր է, երբ որ դու մենակ ես, բայց բոլորի հետ։ Ուղղակի փորձեք նայել գործերը ու կարևորը տեսնել դրանք, լսել ու հասկանալ։